Ողջույն, հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք, շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ալիքին, ովքեր պատրաստում են աջակցել, խնդրեմ բոլոր հնարավոր տարբերակները ներքևում կա, եւ այսպես նայում ենք անպայման միջև վերջ, որովհետեւ ամենահետաքրքիր պահելը վերջում, եւ տարածում ենք անպայման։ Իդեպ, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք։ Եվ այսպես չի կարելի կարևոր գործերը վստահել ավանակին եւ ակնկալել առյուծի արդյունքներ։ Ինչքան էլ որ ավանակի աչքին ինքը առյուծ է երևում։ Հավատացեք եւ արեք համաձայնվենք իրար հետ։ Մեղավորը մենք ենք։ Հա, որ ամեն ավանակի հնարավորություն ենք տալիս մեզ ղեկավարել։ Ես մեզ նկատի ունեմ մեծ իմաստով, եւ Հայաստանի իմաստով, եւ աշխարհի իմաստով, որովհետեւ այն ինչ որ կատարվում այսօր մեր շուրջը, դա վկայությունն է այն բանի, որ մեզ ղեկավարում են ավանակները։ Բայց իրանք օդից չեն եկել, իրանք մենք ենք նշանակել մեծ հաշվով։ Եվ դրա համար պատասխանատվությունը կրում ենք մենք։ Եվ այսպես, լսեք, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի կեցավայրում եւ արդեն մի քանի ժամ քննարկել եւ համաձայնեցրել ենք հետեւյալ հայտարարության տեքստը։ Հայտարարություն հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման։ Մենք ներկոստորագրյալներս հավատալով եւ հավատարիմ լինելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, Սրբոց Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի եւ Տրտակ Գ. Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը, ընդգծելով Հայաստանի Հանրապետության արժեքահենք հանրության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման կենսական գործում հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը, մտահոգված լինելով հայաստանյաց առաքելական Ես խնայում եմ ձեզ։ Կներեք, որ այսքան էլ տևեց, այսքան լսեցիք, ուղղակի ես շունչս հազիվ էի պահել, որ չարտահայտվեի, բայց դուք ազատ եք ձեր կամ արտահայտության մեջ, էկրանից այն կողմ դուք կարող եք ասել այնինչ սիրտը կա, ձեր սիրտը կտա, ուղղակի ես մի պահ պատկերացնում եմ սեղանի շուրջ հավաքված սրանց դեմքի արտահայտությունը, ինչ էին սրանք մտածում այդ ժամանակ, տեսեք, 7 տիրադավ, ես ասում 7-ն են սրանք, 7-ը, մի հոգել ասում են հեռակառավարվում է, Ամերիկայի մեծ նահանգներից, հիմա դանել կանադաղման, եւ այսպես սրանք որոշել են, որ իրանք են որոշել, որ խումբ են կազմում, որը պետք է իր վրա վերցնի եկեղեցու իրենք, ինչպես իրենք են ասում, փրկությունն ու մաքրությունը, ունեք 3 ալբամորներով, 3 անաղաքներով, առնվազն մի հանցագործով իրանք մաքրելու են հայաստանյան առաքելական եկեղեցին եւ այդ ամեն ինչի գլխին հերվում մեջտեղում կանգնած է իրանց Տեր Աստվածը։ Ես այդ ժամանակ սրանց դեմքին էի ուզում նայել, տողերի էլի, տեսնեի որն է ծիծաղում, որի դեմքին ինչա կատարվում այդ ժամանակ։ Հետաքրքիր է, կա աշխարհում գոնե մեկ հայ, որ այս տողերը լսելուց իր մոտ սրտխառնոց, զզվանք, կամահրանք, տենց էմոցիաներ չառաջացավ։ Ինչ շատ հետաքրքիր է, զուտ ուսումնասիրելու տեսակետից։ Իսկ ինչ վերաբերվում է այն Լոս Անջելեսում թաքնված, բայց հերակա այս նորից միավորված սովորությունով, որտեղ իր անունը հնչեց, հա, որպես սովորությունով միավորված Հովնան Տերտերյանի, ասում են, այսպիսի բաց նամակ կա, բաց նամակ Հովնան Տերտերյանի, ես հիմա կարդամ հայերենը։ Գուցե դուք ժողովրդի հարաբերական լռությունը շփոթել եք ընդունման եւ հանդուրժողականության հետ, հոյակապած սկսած։ Եկեղեցու դեմ Արցախի
կործանողի հետ միավորվելով դուք ուղղակիորեն խախտում եք եկեղեցու յուրաքանչյուր իրավական եւ բարոյական օրենք։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով հայտարարեց Արցախ Ադրբեջանի մաս, այսպիսով դուք ձեր աջակցությունն ու ընդունումն եք տվել Արցախի հարյուրավոր հայկական եկեղեցիների եւ վանքերի հանձնմանը։ Դե ճիշտ, դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով խոստովանել է, որ 2020 թվականի պատերազմը հնարավոր էր կանխել, սակայն ընտրեց պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չկոչեն։ Այսպիսով դուք աջակցություն եք հայտնում մի ամբողջ սերնդի զոհաբերմանը հանուն այն մարդու քաղաքական երկարատևության, ով 2008 թվականին Արցախի ժողովրդին անվանել էր Ղարաբաղցի տականք։ Դուք ընտրել եք կանգնել այն մարդու կողքին, ով դավադրաբար պատրաստվում է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը հանուն մի անհասկանալի խաղաղության, որը չի պարունակում ոչ մի երաշխիք եւ ոչ մի հստակ համաձայնեցված օգուտ Հայաստանի համար։ Այսպիսով դուք Փաշինյանի հետ միասին աջակցություն եք հայտնում Ադրբեջանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին ընդդեմ Հայաստանի շահերին։ Սրբազան հայր, ձեր ստորագրությամբ այս փաստաթղթի տակ դուք անցել եք անդառնալիության սահմանը, ամոթ ձեզ Սուրբ հայ առաքելական եկեղեցին եւ ամբողջ ազգը դավաճանելու համար։ Ներկայումս ձեր հակաեկեղեցական եւ հակահայկական գործողությունների արդյունքում Հյուսիսային Ամերիկայի եւ հայ առաքելական եկեղեցու արևմտյան թևը գտնվում է օկուպացիայի տակ։ Եկեղեցու ազատագրումը եւ նրա վերադարձը Քրիստոսի ընտանիքին կախված է ձեր ապաշխարությունից։ Ես կարծում եմ ապաշխարությունը արդեն ուշը ինքը քանի ամիս ուներ դրա համար։ Եվ ընթացքի ուղումից անձամբ ես, քանի դեռ դուք կարգալույց չեք եղել, կշարունակեմ ձեզ ճանաչել որպես թեմի առաջնորդ, սակայն պահանջում եմ ձեր հրաժարականը որպես առաջին քայլ թեմը մաքրելու այն բծից, որ դուք բերել եք նրա վրա։ Հարգանքնելով մի հավատավոր հայ, թող ամենակալը ողորմի նրանց, ովքեր լռում են սատանայի բացահայտ հարձակման պայմաններում Քրիստոսի տան վրա։ Մի խոսքով։ Ես միանում եմ այս բաց նամակին եւ քանի որ մենք արդեն սկսել ենք նամակը կազմել Վիկին Սոսիկյանը եւ քանի որ Հովնան Տերտերյանը որոշել որ Նիկոլի կողքը ավելի ապահով է, ես զգուշացնում եմ հիմիկվանից։ Չասեք չգիտեի։ Բոլոր նրանց, ովքեր չեն հրաժարվի, ոչ թե կաջակցեն, այլ չեն հրաժարվի վաղվանից ծառայել Հովնանին, այսինքն իրենք դառնում են ների անդամներ, ների թիմի անդամներ, հա։ Հասկացաք, չէ՞։ Հիմա ընդունեց ների կարգավիճակ, հաստատի Հովնանը, եւ բոլոր նրանք, ովքեր կշարունակեն աշխատել իր հետ, իրանք փաստացի ների թիմի անդամներ են։ Էլ ես չեմ ասում օգնելու իմաստը, հանկարծ դրան օգնելու պահով։ Ուրեմն գիտեք, որ ես ձեր բոլորի կենսագրությունը, ձեր անցած կերած բողկերը, հա, ես ասել եմ, չէ, պապկեն կողքս դրատը։ Ես կարող եմ ոչ մեծ հաճույքով, բայց դա ուղղակի հրապարակ եմ։ Եվ դուք դա պատասխանները պետք է տաք ձեր ընտանիքին, ձեր մտերիմներին։ Ես ասել եմ, չէ, ես զգուշացել եմ, անուններն էլ ասել եմ, ու մասին է խոսքը։ Թող ոչ մեկի համար հանգարց կասկածի տեղ չմնա, որ ես դա կանեմ ուղղակի։ Ես դա կանեմ, եթե հանկարծ լսեմ ձեզանից մեկի աջակցությունը եւ ցանկացած գործողություն միտված Հովնանի հետ աշխատելուն կամ նրան աջակցելուն։ Դուք ռումբի վրա եք ապրում, կարելի ասել։ Սա շանտաժ չի։ Բացարձակ։ Սա ինքնապաշտպանություն է։ Ների զավակներից։ Թող մարդիկ ճանաչեն ում հետ գործ ունեն իրանք։ Այնպես որ եթե թշնամին կարող է այդ փաստերը օգտագործի ձեր դեմ, որպեսզի դուք դառնաք ների զավակ, ես ասել եմ, չէ։ Այն փաստերը, որ տիրապետում է թշնամին, տիրապետում ենք նաև մենք։ Հայաստանում եւ հայկական աշխարհում չի կարող լինել գաղտնիք ոչ մի բան։ Չկա այդպես բան։ Էն էլ եկեղեցական աշխարհում, ես ասել եմ, էն էլ երաշտական աշխարհում, վայ, բժիշկների աշխարհում նույն։ Սա փոքրիկ միկրոաշխարհներ են, որ մի քիչ երևացողները ակտիվներ այդ միջավայրում գիտեն ամեն ինչ բոլորի
մասին։ Եվ այսպես ես ձեզ զգուշացեցի։ Դե Հովնանը արդեն պարզ է, հա։ Հովնանի ձեռը համբյուրող ցանկացած մեկը ինքը համբյուրում է ալվամոլի ձեռ, ների ձեռ, համել ների ձեռ։ Դա մենակ ալվամոլի ձեռ չի, հա։ Համբյուրում է ների ձեռ, նրան խոնարհվող, նրա հետ համագործակցող, ցանկացած մեկը համագործակցում է ների հետ։ Ինչպես մնացած են 7 փափոնների հետ, որոնք կանգնած էին Փաշինյան Նիկոլի կողքը։ Դե տղեկ, եթե Փաշինյան Նիկոլը կարողացել է ձեզ իր այդ կամպրոմատներով իջացնել են աստիճան, որ ձեր ներկայությամբ խոսա Քրիստոսի մասին, եկեղեցուն փրկելու մասին, հղումներ կատարի, հասկանում եք, առաքյալների եւ այլն եւ այլն։ Նշանակում է դուք կապիտուլացվել եք ամբողջովին։ Դե պատրաստ եղեք ուրեմն ընդունել ինչ որ ձեզ սպասում է։ Գնանք առաջ։ Վերադառնում եմ այս նույն նկարին, որովհետև էլի նույն բանի մասին է խոսքը։ Մի այլ ավանակ, որը վերցրեց ոչ ավել ոչ պակաս, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելա ներխուժման իրական մեղավորը Ռուսաստանն է։ Բա, իմացա՞ք։ Չէ, որ Ռուսաստանը հաստատած դիմաց պայմանավորվել է, դա գիտենք, բայց ասել որ նա է մեղավոր, ասենք ինչու է մեղավոր։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը որ սա այսօրվա Հայաստանի քաղաքական մտքի ստանդարտն է, քաղաքական փաշինյանական ստանդարտն է, նիկոլական ստանդարտն է։ Ժողովուրդ ջան, անխուսափելի է այն հետևանքները, որոնք մենք հիմա ունենք, որովհետև աշխարհը եւ մեզ բոլորիս կառավարում են ավանակները։ Ընդ որում գիտեք խնդիրը որն է, որ մենք հո կողքից տեսնում ենք, որ իրանք ավանակներ են։ Մենք հո կողքից տեսնում ենք, չէ, վստահ ենք, չէ, որ իրանք ավանակներ են։ Բայց մենք շարունակում ենք իրանց այդ հնարավորությունը տալ մեզ ավանակի տեղ դնելու։ Սյուրը ստեղ է, էլի, այդ ամենահետաքրքիր մասն է սա, որ մենք գիտենք իրանք ովքեր են, բայց իրանք մտածում են իրանք առյուծ են ու մեզ են ավանակի տեղ դնում։ Տառապում է Ալիևը, չստացված գործարք այդ, հիշում եք օգոստոսի 8-ին Ալիևը խոստացավ եւ Նիկոլն էլ համաձայն, որ 907-րդ բանաձևը պետքա հանվեր այդ որոշումը Ադրբեջանի վրայից, բայց չի լինում ոնց որ թե չի լինում։ Այսօր ես կարդացի, որ Մակրոնը ողջունել է Մադուրոյի առևանգումը, որովհետև Մադուրոն բան էր, բռնապետ էր։ Ես ուզում եմ հարցնել Մակրոնին, իսկ ինչ կասեք Ալիևի մասին։ Իսկ կարող է հաջորդ քայլով առևանգեն նաև Ալիևի մասին, թե որ դուք ասենք Ալիևի հետ բիզնես փայատել եք, Ալիևին դա չի սպառնում։ Հենց մենակ նրա համար որ դուք բիզնես փայատել եք։ Որտեղ է սկսվում, որտեղ է վերջանում, ով է բռնակալ, ով ոչ։ Ում կարելի է առևանգել, ում ոչ։ Եթե ձեր փողերով է կիսում դուք փայ ունեք այնտեղ, ուրեմն դա այլևս բռնակալ չի, հա։ Ինչ որ է, վերադառնանք այս 907 Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների հետ հանդիպման ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը աշքելով 907-րդ բանաձևը լրացումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման ընթացքին։ Այսինքն մենք այսքան բան ենք իրար հետ անում, չէ՞ գիտ 907-րդ բանաձևը պահում։ Փաշինյան Նիկոլն էլ ասեց, չէ, մարդ հանեք, ինքը մեր եղբայրն է։ Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին, մեզանով առևտուր ունում, շեշտելով Բաքու-Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը եւ վստահ եմ մեղադրել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ 907-րդ բանաձևը պահելով դուք խանգարում եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը, բայց կարդամ տեքստը։ Շեշտելով Բաքու-Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը եւ նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում,
Նա նշել է նաև Հայաստանի հետ առևտրի հաստատման եւ տրանսպորտային կապերի զարգացման կարևորությունը։ Հույս ունենք, որ Միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար։ Բանը գիտեք ինչու՞մն է, որ սրա դիմաց իրանք իբր պետք է ստանեն Թուրքիայի սահմանների բացում, Նիկոլենք, որը չեն ստանում, որը էլի իրանց խափեցին, էլի գցեցին։ Դիմացը ստանում են ինչ-որ դիվանագիտական կորպուսի համար առանց վիզա մուտք ու ելքի հնարավորություն։ Սա այն միջամարտն է, որ Փաշինյան Նիկոլը հերթական անգամ ստացավ Թուրքիայից։ Այսինքն այն թրիպ տալը պետք է ժողովրդի վրա վաճառել որպես Թուրքիայի սահմանի բացում, Թուրքիան նույնիսկ դա չի ուզում իրականացնի փրկելու համար իրենց ոսկի ագենտին։ Ասում է, չէ, քեզ չի հասնում։ Դու դա պետք է անես, ուղղակի որտեղ դա մեզ պետք է։ Քեզ ոչինչ չի հասնում դրա դիմաց։ Բայց ինչ ենք ուզում ժողովուրդ ջան։ Ինչ ենք ուզում։ Մենք երկրի ղեկը տանք ավանակին եւ սպասենք, որ ինչ որ այլ արդյունքներ ա լինելու մեր կյանքում։ Դժվար է։ Եվ այսպես այս շաբաթ, երկուշաբթի արդեն այսօր կարելի ասել Երևանում եւ աշխարհում շատ կարևոր հարցեր են լուծվում։ ՄԱԿ-ը անվտանգության խորհրդի նիստ կասկածնի Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ-ի գործողությունների հետ կապված։ Ինչպիսի որոշում կտա ՄԱԿ-ը երկուշաբթի օրը կամ երեքշաբթի օրը, ինչպիսի եզրակացության կգա, դրանից կախված է աշխարհի ապագա, բառացի աշխարհի ապագա։ Եթե նա աներկբայորեն առանց երկրորդ մտքի չդատապարտեց ներխուժումը, նախագահի առևանգումը, որքան էլ որ հայ հասարակության մեջ, քաղաքասարակության մեջ, վերլուծաբանների մեջ մեր ոգևորվածություն կա, որ Մադուրոյին առևանգել են, ես չեմ հասկանում, ուղղակի հայերին Մադուրոն ինչով է խանգարում։ Երևի Ալիևին առևանգեին, սրանք այդքան ուրախացած չլինեին, ինչքան Մադուրոյին առևանգելու համար է ուրախացել է։ Այնուամենայնիվ վերադառնանք իրավական դաշտ։ Եթե ՄԱԿ-ը չդատապարտեց Ամերիկայի գործողությունները, նշանակում է Դոնալդ Թրամփը ճիշտ էր ասում, որ չկա ՄԱԿ։ ՄԱԿ-ը հենց ինքն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ այսպես է շաբաթ, փաստորեն։ Տեսեք, այն մտել ենք հրեղեն ձիու տարի, եւ այս ձին, այս արագությունն, այս հուրու կրակը թափվում է արդեն աշխարհի վրա։ Իրական հրեղեն ձիու տարի է։ Դեռ ինչեր է լինելու ամբողջ 26 թիվ մեր աչքի առաջ է։ Եվ որ ասում ես 26 թիվը մեծ փոփոխությունների, մեծ տեկտոնական փոփոխությունների տարի է լինելու, քիչ-քիչ դրա արդեն կոնտուրները երևում է։ Եվ այսպես այս շաբաթ շատ հարցեր կորոշվի գոնե հասկանալու համար մենք ինչ փուլ ենք մտնում պատմական։ Քաոս թե շանս կա իրավական երկրագունդ դառնալ։ Դա կախված է վաղվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից։ Տեսնենք ինչ կորոշեն։ Հռոմի Պապը միանգամից առանց երկմտելու ասել է. Վենեսուելան պետք է մնա անկախ երկիր եւ վերջ։ Եվ վերջ։ Դա չի կարող դառնա հերթական գաղութը, դա չի կարող դառնա հերթական պատերազմական գոտին Իսրայելի համար կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մանավանդ, որ դրանով չի սահմանափակվելու, ամենևին Թրամփը չի պատրաստվում դրանով սահմանափակվել։ Թրամփի ախորժակները շատ մեծ են, շատ, որտեղ այդ երկու անպատիժ օրինակ ունի, նույնիսկ ասեի 3. Պուտին, Նետանյահու եւ Ալիև։ Դուք պատկերացնում եք բանի ամբիցիաները, Թրամփի ամբիցիաները, եթե դրանք կարող են երկրներ գրավել, ցեղասպանություններ իրականացնել, հա, ես ինչով եմ պակաս։ Ես ինչ պակաս պատմական դեմք եմ, որ ես չկարողանամ ավիրել շուրջս։ Աշխարհի ամենահզոր բանակը ես ունեմ, փաստորեն իրանք են անում ինչ ուզում են։ Պատկերացնում եք, այս նույն վիճակն է, երբ որ երկիրը տալիս ես ավանակի ձեռը, սպասիր նման արդյունքների։ Եվ ահա,
տիպիկ թրամփական հիշում եք հայ գերիների պատերազմը ավարտելուց հետո սրանք ադրբեջանցիները շքերթ կազմակերպեցին եւ հայ զինվորի մանիկեն տեղադրեցին գեշ, որով գալիս ծեծում էին, նվաստացնում էին այդ զենքերը, բան հայկական։ Հիշում եք ինչ միջոցառում արեցին։ Նույնը անում է Մադուրոյի հետ Դոնալդ Թրամփը։ Ոչ ավելի ոչ պակաս։ Մադուրոյին բերել են Նյու Յորք։ Այսինքն լուրջ բանտերը թողած, մենք գիտենք, ասենք, այս դեպքերում որտեղ են, հա, այս իրենք պահում այդ կալանավոր։ Իրենք ունեն դրա համար Կուբայում Գուատանամա ամերիկյան բազան, որտեղ կա այդ հայտնի բանտը։ Դրանց տեղ են պահում, բայց չէ, Մադուրոյին բերել են Նյու Յորք։ Ցուցադրաբար մտցրել են ուրեմն Նյու Յորքի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք ընթացակարգերն անցնելու համար, որից հետո նա տեղափոխվել է Բրուքլինում գտնվող բարձր անվտանգության կալանքի կենտրոն։ Ընդ որում ասեմ, Բրուքլին տեղափոխելուց էլ մեքենայի բաց դռներով են տեղափոխել, որ ժողովուրդը տեսնի, որ իրանք Մադուրո են բռնել ու տեղափոխում են Բրուքլինի բանտ։ Սա պետական մտածելակերպ ունեցող մարդու քաղաքականություն չի։ Սա կապիկի, չբավարարված, չկայացած մարդու հանձնարարական վրա։ Նույնը ոնց որ Ալիևը։ Հասկանում եք։ Պետական մտածելակերպ ունեցող մարդը սենց էժան բաներ չի անում։ Գերիտ, հա։ Վերցրել ես, նվաստացնել է ինչու՞մն է։ Ինչն է քո բարձանում դրանով։ Որ դու կարողացել ես առևանգես նախագահ։ Վենեսուելայի նախագահին առևանգել է մի պրոբլեմ էր Ամերիկայի նման պետության համար։ Նույն բանը, որ Սովետը արեց 79 թվականին, ամբողջ արևմուտքը բոյկոտեց Սովետի բանը, Օլիմպիադա, համարում էր օկուպանտ երկիր։ Հիմա տեսնենք վաղը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինչ ասելու։ Ընդ որում անպայման պետք է անդրադառնա նաև սրան։ Պետք է անդրադառնա նաև սրան։ Այսինքն դու Մադուրո ես ձերբակալում, բերում ես քո թմրամիջոցների պայքարի վարչություն շենք, հետո ցուցադրաբար մեքենայի դռները բացած, որ մարդիկ տեսնեն իրան։ Ասեք սելֆի անեն, նվաստացնեն, հայ, կարող հայերեն, չգիտեմ։ Ինչի համար։ Որ օրենքով։ Գնանք առաջ, սա պատասխանը թոտան ամերիկացիները ու ամերիկացիները պատասխանում են։ Բայց այս նկարն եմ ուզում նայեք, դուք նայեք Մադուրոն ու Պուտինն եւ այն անկյունում ինչու որփի գլուխ է երևում, նայեք։ ПВО Венесуэлы одно из самых оснащенных в Латинской Америке. ПВО Венесуэлы одно из самых оснащенных в Латинской Америке. Բայց ոչ մի S400 չի աշխատել։ Ասում է, որ ամենահզոր հակօդային պաշտպանությունն ուներ Վենեսուելան, բայց փաստացի ոչ մի չի աշխատել։ Ոչինչ չի խփվել։ Կամ S400-ը այնքան վատն է, որ ռեակցիա չի տվել, կամ նույն պատմությունն է ինչ-որ Արցախում։ Հոպի բանալիները գտնվում են Մոսկվայում։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Որովհետև այդ մասին պարզ ասում է Ժիրինովսկին, որ ես նայենք, խնդրեմ։ В 2024 году он проиграет все. И опять появится другой Трамп или этот же самый. До 2024 года Тот еще надо снижал дожить. налоги, этот будет повышать налоги. И кому-то действительно даст чуть-чуть. Бедным чего-то даст. Вот будет смешно, если в следующие выборы пойдет Трамп и выиграет. Выиграет. В следующем, в 2024 году выиграет Нет, Трамп. я думаю. И мы могли бы помочь ему. Мы могли бы ему помочь этой осью, реально вмешаться. Ասում եմ, որ 24 թվականին Թրամփը հաղթելու է, ու մենք կարող ենք մենք իրան օգնել։ Мы ничего не делали, когда его избирали в 16 году. Мы и сейчас А в ничего не 20-м, делаем. если ее голова бы немножко работала, он бы нас попросил бы кое-что сделать, кое-где, и там бы он выиграл бы как бы вместе с Ասում եմ 20 թվականի խելոքները մեզ կխնդրել, որ մենք ինչ-որ մի բան անենք, ինչ-որ մի տեղ, եւ նրանք կընտրեին, փաստորեն չի խնդրել ռուսներին, ինչ-որ մի бан անեն, ինչ-որ մի տեղ։ Мы, допустим, по Украине бы свою позицию заняли правильную, а ему дали возможность по Венесуэле, к примеру, я как примеру говорю.
Սմոյնակ, իրանք թողեն մենք Ուկրաինան վերցնենք, մենք էլ թողենք իրանք Վենեսուելան վերցնենք։ Դա ես չեմ ասում։ Դրա համար էլ ես չեմ զարմանում, որ չեն աշխատել ռուսական հոп համակարգերը։ Այո։ Ես ուզում եմ ձեր համար կարդամ Վլադիմիր Վլադիմիրովիչ Թրամփի տեքստը։ Մի զարմացեք։ Եվ այսպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր տարածքում տեղակայել է օտարերկրյա զորքեր եւ արտասահմանում ձեռք է բերել հարձակողական զենքի համակարգեր, որոնք սպառնում են ամերիկյան շահերին տարածաշրջանում։ Ամերիկան երբեք թույլ չի տա օտարերկրյա պետություններին թալանել մեր ժողովրդին կամ վտարել մեզ սեփական կիսագնդից, ասել է նա Ֆլորիդա նահանգի իր կայֆերի կենտրոնից։ Հետաքրքիր է, չէ՞։ Այստեղ ոչ մի բան չկա նարկոտրաֆիկի, նարկոբիզնեսից, բայց Մադուրոին տանում են թմրանյութերի մեջ դեմ պայքարի վարչություն Նյու Յորքում։ Այստեղ ինքը հիմնավորում է, որ Վենեսուելան հարձակողական զենք ուներ եւ մենք մտանք ու գրավեցինք, այ հենց դրա պատճառով մենք թույլ չենք տա մեր քստի տակ նման բան լինի։ Ես այսպիսի մի տեքստ կարդացել եմ, լսել եմ ավելի ճիշտ Վլադիմիր Վլադիմիրից արդեն Պուտինից, ոչ թե Թրամփից։ Դա համար եմ ասում, սա Վլադիմիր Վլադիմիրովիչ Թրամփն է։ Ուղիղ մեկը մեկին ցիտում է Պուտինին։ Բա հարց։ Եթե Ուկրաինայի վրա ագրեսիան, դա հանցագործությունն է, իվետ Պուտինը ճանաչվել է ռազմական հանցագործ։ Ինչ ասել է վաղը մանկի անվտանգության խորհուրդը։ Արդյոք նույն կարգի հանցագործը նաև Թրամփը։ Նույն տեքստը, նույն մոտիվացիան։ Վաղը պատկերացնում եք Ալիևն է նույն բանն անելու, ժողովուրդ ջան։ Ալիևը կանգնելու է ասի, որ Հայաստանը ձեռք է բերել հարձակողական զենքեր ու չի վերադարձել դեռ չի վերադարձել, որտեղ ինքը հրամայել է Փաշինյան Նիկոլին վերադարձեք Հնդկաստանի եւ Ֆրանսիային ձեր զենքերը, որոնք ձեռք եք բերել իրանից։ Հիմա կասի, զինվում էր։ Ես դրա համար էլ ասենք չգիտեմ, գրավեցի Սյունիքը, գրավեցի Հայաստանը։ Հաստորեն սա բացում է հանցագործությունների պարկը, սա գիտեք, հնարավոր հանցագործությունների բոլոր սահմանները ջնջում է, օրենքով արգելված եւ չարգելված։ Այսինքն կարելի է ասել, վերցնել ասել, որ ինքը զինվում է, դες առևանգել է, մտել գրավել է։ Եվ վերջ, ինչա, Ալիևը չի կարող ասի։ Կամ որ Ալիևը ասի ու անի։ Թրամփ ասել է չէ։ Որ զանգեն Թրամփին ասեն Դոնալդ ջան, բամ խոսք է տվել մեզ պիտի պաշտպանել, գրավել է մեզ Դոնալդ ինչ ասելու։ Ալիևը կասի դու ոնց Վենեսուելան գրավեցի, որտեղ նա զինվում է, ես տենց Հայաստանն եմ գրավել, որտեղ նա էլ է զինվում։ Սա ինչ պիտի ասի։ Դա համար նաև մեր ճակատագիրն է որոշում, այս շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Ինչ է անելու սա։ Այդ պետքա ծառայի ի վերջո այդ Մալմինը իր նպատակների եւ կոչմանը թե ինքը թե դուրս է գալու, որ Դոնալդ Թրամփը ճիշտ է, որ ՄԱԿ-ը հենց ինքն է, ինքը ինչ ուզի դա էլ օրենքն է։ Ու այդ ժամանակ ու նույն ժամանակ Հայաստանում աշխարհը ինչով է զբաղված, ինչեր է փոխվում, ինչ նախադեպեր են քննարկվում, իրականացվում, Հայաստանում ինչով են զբաղված, խնդրեմ, որովհետև ովքեր են իշխանության, խնդրեմ։ Բա ինչ եք ուզում եք այլ արդյունք։ Սա էլ նայեք, սա Գրենլանդիայի քարտեզն է։ Ու սա տեղադրել է ԱՄՆ նախագահ Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կնոջ։ Սա կինն է տեղադրել, հա, ու տակնել գրել է։ Շուտով։ Աշխատակազմի ղեկավարի տեղակալի կինը տեղադրել է իր կայքում, գրել է սում, շուտով։ Գրենլանդիան են գրավելու, նույն ձևի կարող են Մեքսիկան էլ գրավել, ասեմ ձեզ Կուբան են ոսկորի նման կանգնած է Ամերիկայի կոկորդին դեռ Քենեդու ժամանակներից։ Այսինքն առաջինը կարող է լինել Կուբան, ինչի Կուբան չեղավ։ Այդքան հետաքրքիր չի, զենքը կարևոր չի, նավթն է կարևոր, նավթ, որի մասին պարզ խոսում է Թրամփը։ Պարզ։ Նայեք։
That's all. I mean, what can I say? We have the greatest oil companies in the world, the biggest. So մենք ունենք ասում ամենալավ եւ մեծ նավթային ընկերությունները The աշխարհում։ greatest, and we're going to be very much involved in it. Չէ, եւ մենք ասում ներգրաված ենք լինելու այս process-ի մեջ։ Մարդը պարզ ասում է ինչի է գրավել։ Naga, what happened to you no longer policing the world or foreign interventions? Just Այնպես որ դրա համար Վենեսուելան առաջ ընկավ Կուբայից, որտեղ Վենեսուելայում նավթ կա, իրենք էլ ասում են մենք աշխարհի ամենալավ նավթի կամպանիաներն ունենք եւ մենք զբաղվելու ենք այդ նավթային կամպանիաներով, բայց դե մի հատ բայց կա։ Նորույթի նախագահան, ոչ թե նորույթի նախագահան, ասենք պաշտոնակատարն է պարզ ասում, գիտեք, որ մենք համաձայն չենք։ Մենք ընդհանրապես Ամերիկայի ոչ մի հարաբերությունների պատրաստ չենք եւ չենք ուզում։ Մեր սուվերենությունը չի քննարկվում։ Դուք ստում եք, թե մեր այդ բան եք պայմանավորվի։ Եվ Վենեսուելան անկախ երկիր է։ Գոհացեք, հաջորդ ինքն է։ Խնդրեմ։ Այսպես է լինում երկրի ղեկավարը։ Կին հալով, տեսավ իր նախորդին գողացան, եկավ դատարանը նշանակեց իրան պաշտոնակատար։ Ցած չի վաճառվում Վենեսուելան։ Վենեսուելայի նավթը պատկանում է Վենեսուելային։ Վերջ։ Սենց է։ Չի գնում խաղաղության խաշմելու կառույցի, հասկանում եք։ Չի ասում ադեք բիզնես անենք։ Ավանակի նման։ Չի տալիս ամեն ինչ որ խաղաղություն լինի։ Չի վախենում իր կյանքի համար, որ իրան կարող են առևանգել։ Դա կինա։ Սա կինա, են էլ արական սերի ներկայացիչ, արու։ Այս էլ արուն է։ Դե ես հիմա ձեզ ցույց տամ իրական պատվիրատուներն ովքեր են։ Սա խոսում է նախկին հետախույզ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա վաղուց ձայնագրություն է։ Ուք տեսեք, որ ոչ մի բան չի փոխվել։ They wanted us to destabilize the Middle East. Հրեաները ուզում են, որ մենք ապակայունացնենք Արևելքը։ Turn it upside down. Make it under our control. Շուրտանք գլխի վար եւ դնենք մեր կոնտրոլի տակ։ I went through the Pentagon 10 days after 9/11. Սա ես գնացի Պենտագոն 10 օր այս ռմբակոծությունից I հետո։ went downstairs, I was leaving the Pentagon, and an officer from the Joint Staff called me into his office and he said, I want you to know, he said, sir, we're going to attack Iraq. Ես ասում եմ հանդիպումը կարևոր Պենտագոնի կարևոր արտանցից մեկի հետ եւ նա տեղեկ ասում է, որ մենք պատրաստվում ենք գրավել Իրաքը։ And I said, why? He said, we don't know. Մենք չգիտենք։ He said, I said, well, did they tie Saddam to 9/11? He said, Ասեն են Սադամը կապ ունի տերորիստական արտակի հետ գրել։ no. Չէ։ And then I came back to the Pentagon about 6 weeks later. I saw the same officer. I said, Եվ 6 օր հետո վերադառնում է։ why haven't we attacked Iraq? We still going to attack Iraq? He said, oh, sir, he said, it's worse than that. Ասել է եւ մենք հələ հարձակվելու ենք Իրաքի վրա, ասել է ավելի վատ։ He pulled up a piece of paper off his desk. He said, I just got this memo from the Secretary of Defense's office. It says we're going Ցույցատալ մի թուղթ, որը ստացել է բանը պաշտպանության to նախարարությունից attack and destroy the governments in 7 countries in 5 years. Եվ ցույցատվել որ պատրաստում Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ այդ փաստաթղթի ավիրել 7 երկիր ընդեղ 5 տարվա մեջ։ We're going to start with Iraq, and then we're going to move to Iraq. Syria, Սիրիա, Լիբանան, Libya, Լիբիա, Սոմալիա, Somalia, Sudan, Սուդան and Iran. եւ Իրան։ Ինչի՞։ Իսրայելին այդպես ապել։ I said, is that a classified memo? He said, yes, sir. Ասել է սա գաղտնի ինֆորմացիա, ասել հա։ I said, well, don't show it to me. This country was taken over by a group of people with a policy too. Եվ վերջապես, ասում եմ, այս երկիրը գրաված է
Վերցել են մի խումբ մարդիկ իրենց կողմից եւ իրականացնում են այս երկրի ձեռքով են ինչ որ իրենց պետք է։ Ինչի մասին ես ամենը խոսում եմ։ Մենք հիմա որ խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է շատ լավ հասկանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ բոլոր նրանք, ովքեր ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս երկիրը իրենց չի պատկանում։ Այս երկիրը պատկանում է Իսրայելին։ Եվ նա է որոշում եւ արտաքին քաղաքականությունը, եւ ներքին քաղաքականությունը, ամեն ինչ համարյա որոշում այնտեղ։ Առայժմ, որովհետեւ այս մանավանդ այս շարժերը վերջին 1 տարվա չի կարող անհետևանք մնալ եւ արդեն հետևանքները կան։ Սա լսենք։ American media. Bari Weiss is the owner of the Free Press, which she just Ցույց է տալի, որ այս ընթացքում հրեաները գդել են բոլոր մեդիաները։ recently sold to CBS News for $150 million. Not a small amount of money. Plus, she gets elevated to editor-in-chief of CBS News. This is Հիմա ցույց է տալիս, սրանք բոլորը հրեաներ են, որոնք գնել են կամ ղեկավարում են David մեդիաները։ Ellison. This is the son of Larry Ellison. He is the CEO of Paramount. She is actually going to be Paramount, reporting CBS. directly to David Ellison, bypassing traditional network leadership structure. David Ellison, the son of Larry Ellison, the largest single donor to the IDF, and he is the largest Ամենամեծ հովանավորն է IDF-ի։ Իսրայելական բանակի հովանավորն է Ամերիկյան Միացյալ Նահանգների ամենամեծ մեդիաների տերերից մեկը։ Ասում եմ։ shareholder in TikTok. Larry Ellison Նաև TikTok-ի մեծ բաժնետերից and է։ family own Paramount Skydance, Paramount, a massive yeah. corporation Yeah. which Sorry, holds that's these that. brands. Look at all these brands that are under the Paramount Skydance Եվ այս բոլորը պատկանում է իրանց։ banner, and the Ellison family owns now all of these brands. They control CBS, including CBS News, MTV, Nickelodeon, BET, Miramax. The list goes on. Now, you might not remember Bari Weiss. She called Tulsi Gabbard a toady, saying that she was an Assad apologist. Bari Weiss is extremely Մի խոսքով։ Սա նրա մասին է ինչ մեդիա հնարավորություններ ունեն եւ ոնց են կոնտրոլանում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց սա արդեն այն էֆեկտը չի տալի, ինչ որ առաջ էր տալիս։ Ջինը դուրս է եկել շշից եւ սրանք էլ չեն կարող հետ մտցնել։ Այստեղ հարց է տալիս։ Can conduct an operation in Venezuela to capture Nicolas Maduro, an elected president, and put him on trial in American courts, then why is it impossible to capture Benjamin Netanyahu from Israel and bring him before international court? Սա բրիտանական պարլամենտում է։ Եթե Թրամփը կարողացել է Մադուրոյին առևանգի, հա, եւ տանի իր մոտ դատարան։ Որպես իբր նարկոտրաֆիկինգի կազմակերպիչ։ Ընդ որում իր տեքստի մեջ նարկոտրաֆիկինգի մեջ բան չկար ընդհանրապես։ Այնտեղ խոսում էր զինվելու մասին, չէ՞։ Հիմա ասում է թե դա կարող է անի։ Ինչու նույն ձևի չի անում Բենջամին Նետանյահուի նկատմամբ։ Ինչու իրան չի առևանգում եւ չի բերում ներկայացնի միջազգային դատարանին, որտեղ ինքը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ։ Ինքը եւ իր նախարարը պաշտպանության։ Խնդրեմ, սրանք են։ Ու միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը, որովհետեւ սրանք այս once again sent shockwaves through global politics. On Friday, the ICC formally rejected Israel's attempt to Մի խոսքով Նետանյահուն իր պաշտպանության նախարարը դիմել է, որ չեղարկեն այդ որոշումը եւ միջազգային դատարանը վերահաստատել է, որ չէ դուք ռազմական հանցագործներ եք եւ դուք պետքա ձերբակալվեք, եթե հանկարծ հայտնվեք այն ցանկացած երկրում, որը ստորագրել է այդ Հռոմի ստատուտի տակ։ Հիմա եթե հանցագործներ են փնտրում, արեք որոշենք ով է հանցագործը։ Որոշենք ով։ Մակրոն ասում ես դեմոկրատ չէր, բռնակալ էր, ճիշտ է որ բանը առևանգելը։ Հարց։ Կա իր վրա բանը դատարանի որոշում։ Չկա, չէ՞։ Ալիևի վրա դեռ չկա։ Ինչ Ալիևը դեմոկրատ է, ոչ են առևանգում։
Եթե դատանի որոշումով պետք է լինի, հա, դատարանն է որոշում, սա դեմոկրատ է, սա դիկտատոր է կամ չգիտեմ, սա մարդասպան է։ Հիմա սրա նկատմամբ որոշում կա, բայց անդ առևանգեք։ Այս կրկնակի ստանդարտները բերում են քաոս։ Ես հիմա որ տեսնում եմ, այսօր էլ Ամստերդամում է վառվել մի հսկայական եկեղեցի։ Կարելի է լացել այդ բանի տակ։ Այդ կադրերը տեսնեմ, իրոք, եւ որտեղ ես տեղ եղել եմ։ Վառվեց ամբողջը։ Ես չեմ զարմանա, եթե մահմեդականներն արածն են։ Ես այսքան հիմա մեղադրանքի ցանկություն չկա, որ ես իրենց մեղադրանք ուղեմ։ Բացարձակապես, որովհետև ասեմ, նույն Ամստերդամը մերժեց բանում այն պաղեստինցուն, որի ընտանիքին սպանել են, լրագրողին, որը բացահայտել է ռազմական հանցագործները, որի ընտանիքին սպանեցին ու որին Իսրայելը պահանջում է վերադարձնել իր մոտ, որ գլուխն ու տնը ուղակի։ Ինչա ռազմական հանցագործությունների մասին լրագրողը է իր լրագրողական պարտավորվածություններն արել եւ զեկուցել է, տարածել է, մարդիկ իմացել են։ Հիմա Նիդերլանդները մերժեց դրան պահելը ու ուզում է հանձնի։ Ահա որ վիճակը։ Այդտեղ վառել են այդ եկեղեցին։ Դրանք անհամեմատելի բաներ են, դա պատմական ժառանգություն է, բայց ես հարց եմ տալիս, ես կարող եմ մեղադրել ընդերի, թե եթե պաղեստինցիներն են արել, ես չգիտեմ ով արել։ Հասկանում եք, որ այս կրկնակի ստանդարտները բերում է քաոսի, մարդիկ անճարությունից կարող ամենահիմար բաներն անեն։ Ամենահիմար բաներն, ոնց եմ ասում, ոչ մի պատճառ չի կարող լինել այդ կոթողը այրելու համար, ինչպես Փարիզի Աստվածան ոչ պատճառ այրվեց։ Բայց դուք մարդկանց սեղմում եք անկյուն եւ ասում եք փողը մերն է, մեդիան մերն է, ձեր հետ ինչ ուզենք կանենք, ձեր ընտանիքներն էլ կսպանենք, ձեզ էլ կսպանենք, ինչ ուզենք կանենք։ Հարց այդ մարդիկ ինչ անեն։ Ես պետք է ասեմ ինչու այրեցիր իմ սրբությունը, դա իմ համար է սրբություն, իր համար իր կյանքն է սրբություն։ Ես խլում եմ իր կյանքը եւ պահանջում եմ, որ ինքը հարգի իմ սրբությունները, իմ արժեքները, որպես եվրոպացի։ Մի քիչ բան չի, մի քիչ աննորմալ չի։ Իսկ կլինի ոչ ես իր կյանքից խլեմ, ոչ էլ ինքի իմ սրբությունները անեմ։ Բայց չէ, Իսրայելը դες չի ուզում, Իսրայելը ուզում ասի, ես բոլորը պետք է սպանեմ, դուք էլ իրանցից պահանջեք, ինձ բան մի ասեք, բայց իրանցից պահանջեք, որ հարգեն ձեր մշակութային ժառանգությունը, ինչ աննորմալ բան է։ Սա շիրնում, սա բերում է քաոսի։ 26 թիվը նոր է սկսել, հələ նոր է սկսել։ Վախենալի է նույնիսկ պատկերացնել ինչեր կարող են լինել դեռ։ Սա նայենք։ I want to ask you about today's Oval Office meeting about potential U.S. military action against Venezuela. You have warned that senators will force another vote under the War Powers Act to block military action in Venezuela if Trump goes any further. Are you hearing privately from any Republican senators who might be concerned about military action? Yes. Սա Չակ Շումերն է, Նյու Յորքի կողմից ընտրված սենատորը։ Երթվյալ տրամպական է։ Բայց անհանգստություն կա բոլորի մոտ։ Անհանգստություն կա բոլորի մոտ, ասում է, դուք ինչ որ միջոցներ ձեռնարկել եք, որ առաջ չգնա Թրամփը։ Հանդիպում եղավ Oval Office-ում, հա, Oval Office-ում նախագահականի։ Հիմա տեսնենք ինչ է ասում, ասում է, հա, եղել է։ Against Venezuela? Tell us more. First, the bill is bipartisan. It's Rand Paul, Tim Kaine, myself, and I think now Senator Schiff. And we are hearing in this area, there are a lot of Republicans who are troubled. Frankly, there are Republicans who don't have faith in Hegseth and in what... Շատ ասում հավատ չունեն Հեգսեթի նկատմամբ, իրենց արդեն պատերազմի նախարարությունն է, պատկերացնում եք խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրի կոչման համար մղող իրեն մղող Թրամփը, պաշտպանության նախարարությունը վերանվանում է պատերազմի նախարարության ու հարձակվում է Վենեսուելայի վրա։ Հիմա ասում է հանրապետականները ու անուններ նշեց հիմնական ասում հավատ չունեն Հեգսեթի նկատմամբ եւ Թրամփի what is going on there as well. And so we are seeing, first time, some of our key Republicans who are defense hawks really worried about what the administration is doing in both. Եվ ասում առաջին անգամ ենք տեսնում, որ
ամենակարևոր աջակիցները, պաշտպանները, բանի հանրապետականում Թրամփի անհանգստացած են, ասում ես, ինչ է կատարվում։ Որովհետև այն ինչ որ հիմա կատարվում է, դա ուղղակի կոչվում է sense սկուտերի վրա հուրը տալ ամբողջ Ամերիկան, մենակ հանրապետական կուսակցությունը չի, ամբողջ Ամերիկան եւ ամբողջ աշխարհը, գլոբուսը sense միաժամանակ։ Հիմա կարող է իրանք այդ մասշտաբների վրա չեն պատկերացնում հետևանքները, բայց դա է լինելու հետևանքները։ Հիմա իրանք խոսում են նեղ կուսակցական բանի համար, մասշտաբների մեջ։ Both the Caribbean and in Venezuela. I want to ask you about today's Oval Office. Իսկ այդ արդեն բան կա։ Արդեն խոսում են նրա մասին, լսենք։ Serious questions remain after. Right now, Venezuela dictator Nicolas Maduro and his wife remain in New York City prison, indicted on narco-terrorism charges. All right, it follows a daring capture by U.S. Special Forces that was months in the making, involving... Միկրոսկոպ, ես ամբողջը իհարկե չեմ ցույց տա ձեզ, այս տեսարաններն են դրանք վերել են անի, Նյու Յորք, եւ ասում արդեն Թրամփը խոսում է Կուբայի մասին։ Ուիկի չի կանգնելու, Կուբանա, Գրենլանդիանա, Կոլումբիանա լինելու, եթե նարկոտիկ, բան չի, Կոլումբիան չէ։ Հետո երթը գալու է Մեքսիկայի, ես չգիտեմ այդպես ուր կգնա։ Միջև իրան իմպիչմենտ կանեն։ Կամ իրեն կկանգնեցնեն ու իմպիչմենտ կայարարեն իր նկատմամբ, կամ Դոնալդ Թրամփը կավիդի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Զուգահեռ նաև աշխարհը։ Աշխարհը ինչ առումով քաոսի կբերի ուղղակի։ Քաոսի, որովհետև եթե չի աշխատելու օրենքը միջազգային, ջունգլի կվերածվի ջունգլիների, մենք այնքան վատ բաներ կտեսնենք, պատերազմներ, մարդասպանություններ, տերորիստական գրողներ, ամեն ինչ տեսնելու ենք այս տարի, եթե չկարողանան հիմա սրան կանգնեցնել Թրամփին։ Թրամփի կանգնեցնելու մի հատ ձև կա, կամ սան իմպիչմենտ են անում, կամ ձերբակալում են Նետանյահուին։ Այսօր իրենց ամենամոլի երկրպագու Մեջրին, Թեյլոր Գրինը, բարձ ասել է, որ այս Մադուրոյի ձերբակալությունը նույն գործողություններն է, նույն տեքստն է, նույն հեքիաթներն ասում, որ ասենք հոգնել ենք արդեն, հոգնել, սա ամենայարկի մագայիսն է, ամենանվիրյալ, ամենասենց էքսեմիստ Թրամփականներ, ասում մենք արդեն հոգնել ենք այս նույն տեքստերից, այս նույն նախադասություններից, նույնը լսել ենք Իրաքի ժամանակ, նույնը լսել ենք Լիբիայի ժամանակ, նույնը լսել ենք Սիրիայի ժամանակ, ասում ժամանակն է փոխել այդ գոնե տեքստը, նույնն է կրկնվում։ Ես որ ասում եմ մեդիան ինչքան էլ որ իրանց է պատկանում արդեն հնարավոր չի կասեցնել այն ինֆորմացիոն արտահոսքը որ կա, այն արդեն կարծիքների շրջապատույտը որ կա, այս պատահական չեմ ասում, լսենք։ Fuck all of these wars of the Israeli lobby. Liz Հայոյում բոլոր պատերազմները, որոնք հրահրել են Իսրայելական լոբին, էս ասում ենք։ Տեսնենք ում է մեղադրում էս պատերազմները կազմակերպելու մեջ։ Cheney is Liz Cheney, Hillary Clinton is Nikki Haley. Nikki Haley Is Mike Pompeo. Mike Pompeo Is all of the neocon warhawks. They're exactly the same. And just so you understand who the neoconservatives are. Ասում ովքեր են դասում նոր կոնսերվատիվները, հատկապես բոլոր դրանք, are the American vanguard of the Israeli lobby. Դրանք Իսրայելի լոբիի կողմից վարձված ասեն ագենտներ։ America is not threatened by anyone. Ամերիկային ոչ մի վտանգ չի սպառնում։ Բացարձակապես։ Okay, we have two giant oceans around us.
Ասում ենք երկու մեծ օվկիանոս ունենք մեր կողքից։ Ամերիկային ոչ մեկ չի կարող սպառնալ, ոչ մեկ։ Gigantic nuclear arsenal. Եվ մենք հսկայական միջուկային արսենալ ունենք, ասում մեզ ոչինչ չի սպառնում։ The idea that anyone can even convince you that Iran poses some threat to the United Եվ ասում ոչ մեկ չի կարող ձեզ համոզել եւ ապացուցել, որ Իրանը ձեզ Ամերիկայի մեզ բոլորիս վտանգ է սպառնում։ States of America, all these wars are bullshit. Fuck the wars, support peace. Fuck Եվ ասում ես բոլոր պատերազմները մի խոսքով հայրենիքներով շարունակվում է։ Ունի մեկ պատվիրատու, ինչպես ասվեց նախորդ տեսանյութի մեջ, 7 երկիր 5 տարվա մեջ։ Իհարկե ցուցակը կիսատ մնաց։ Դեռ չեն հասել Իրան, բայց դա չի նշանակում, որ ծրագիրն է փոխվել։ Ծրագիրը չի փոխվել։ Ծրագիրը կա, քանի կա դեռ Նետանյահուի կաբինետը եւ ընդհանրապես սիոնիստական Իսրայելը այս ֆորմատի մեջ։ Այսօր տեսեք վտանգ է սպառնում ամբողջ աշխարհին, բայց այս երկիրը առաջին հերթին վտանգ է հենց իսրայելցիներին եւ երկրի ներսում եւ դրսում։ Եվ իսրայելցիներին եւ ուղղակի հասարակ հրեաներին։ Հասկանում եք, իրանք ուղղակի վտանգի տակ են դրել իրենց քաղաքացիներին, իրենց հայրենակիցներին, որտեղ եթե հանգարց պատերազմ եղավ, Նետանյահուն բունկերում պաշտպանվելու է, ինչպես նախորդ պատերազմի ժամանակ, տուժելու են հասարակ հրեաները։ Եթե աշխարհում եղան տերորիստական ակտեր, Նետանյահուի ոչինչ չի լինելու, տուժելու են հասարակ հրեաները։ Եթե իմիջի հարված է հասցնում, այս ամենը եւ հասցնում է, իմիջի, պարզ մարդկային իմիջի, Նետանյահուին դրանից ոչ մի բան, տուժում են հասարակ հրեաները։ Նույնը կարելի ասել ամերիկացիների մասին։ Եթե միտեղ պատերազմ է լինում եւ Ամերիկան ներգրաված է, Դոնալդ Թրամփին ոչ մի բան չի լինում։ Պակասում է հասարակ ամերիկացու թոշակը, պակասում է հասարակ ամերիկացու ստանդարտը, որ ինքը երբեմն օգնություն է ստանում պետությունից, հա, նա սոցիալական նպաստները, առողջապահական համակարգը եւ այլն եւ այլն։ Դոնալդ Թրամփին ոչինչ չի լինում դրանից։ Այսինքն այս երկու երկրները, որոնք այսօր ցենց ասեմ, թողենք Ռուսաստանը մի կողմ ժամանակավորապես։ Սա դարձել է շատ ավելի ագրեսիվ եւ վտանգավոր, քան Ռուսաստանը ինքն է։ Ինչ ճիշտ է, Ռուսաստանը այդքան չի կարողանում վնաս տալ աշխարհին, ինչքան հիմա սրանք են տալիս, հա։ Բայց իրանք ամենամեծ վտանգը, բացի աշխարհին վտանգ հանդիսանալու համար, հենց իրենց ժողովուրդների համար են վտանգ։ Որովհետև ամբողջի համար վճարում են հենց այդ երկրի ժողովուրդները, եւ ամերիկացիները, եւ իսրայելցիները։ Այսինքն ես ուրախանալու այդտեղ ոչ մի բան հարից չունեմ, որ ասենք վատ է լինելու Իսրայելի համար եւ ես դրա համար ուրախ եմ։ Բացարձակապես իմ համար ոչ մի երկրի վատ լինելու ուրախություն չի։ Բացի իմ թշնամի երկրներից, Թուրքիան ու Ադրբեջանն են։ Դրանք որովհետև իմ երկրի կործանումն են երազում այդ երկու երկրները։ Հակառակ դեպքում ես իրանց հետ խնդիր չի ունենալ։ Ես սա շատ լավ բարձ հասկանում են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան մարդիկ եւ Իսրայելը մի դեպք։ Ես ընկերներ ունեմ, ես շփվում եմ, իրանք էլ չեն հասկանում ինչ է կատարվում։ Իրանք էլ են սպասում այս հարցը երբ է լուծվելու։ Իսկ հարցը լուծվելու մի ձև ունի։ Դա ինչպես Մադուրոյին առևանգեցին, նույն ձև առևանգեն Նետանյահուն եւ հանձնեն միջազգային դատարանը։ Բայց դա կլինի պատերազմ դեպի կամ կա օրենք աշխատում է, կամ չի աշխատում է որը։ Սա եմ ուզում նայենք։ Игорь Филиппович, может, достаточно? Эх, говори Москва, разговаривай Россия! Игорь Филиппович, что с вами? Он еще танцует. Танцует. Սա մեր իրականությունն է։ Սա մեր իրականությունն է, որ ինքներս ենք կերտել մեզ համար։ Եվ կրկին պետք է ասեմ ձեզ, ոչ մեկ սրա համար պատասխանատու չի, քան մենք։
երբ որ ես տեսնում եմ մարդիկ, ես անգելոց սկսել եմ ավելի հանգիստնել այդ հարցին, որոնք դեռ խոսում են Փաշինյան Նիկոլի մասին, ու դրական տեքստի տակ, լույսի տակ, կամ փորձում է պաշտպանել։ Այս կադրերը իմ աչքի առաջ է գալիս, հասկանում եմ, բա ինքը ուրիշ ինչի մասին պետք է խոսել։ Շարիկովի էսթետիկական, գաղափարական, մտավոր, մշակութային սահմանները վերջանում է սանով։ Բա ինքը ինչից պետք է խոսար։ Ինչին պետք է հավաներ։ Հիմա դուք ոնց մարդուց կարող եք նեղանալ, որ ինքը սա է։ Ինչի նեղանալ։ Դե ես վարսկաններին էլ եմ դնում սրանց մեջ, որովհետև վարսկանն էլ պետք է, հա, ինչ որ մինիմում մաքսիմում ունենա իր համար։ Եթե դու փողը վերցնում ես, որ դառնաս Շարիկով կամ Շարիկովի աջակից, դու արդեն Շարիկով ես, ինչ տարբերություն դու փողի դիմաց ես անում, թե համոզման։ Թող ամեն մեկ իր համար մտածի, որովհետև ինքն իրան է վնասնալի, ճիշտ է մեզ էլ, բայց մենք ապրում ենք դեմոկրատական, փորձում ենք ապրել դեմոկրատական բանում, համակարգում, եւ մեզանից ոչ մեկ բան չունի, արտոնություն չի ստացել իրանց զրկել խոսքից կամ կյանքից։ Հասարակական ազդեցություն, այո, անպայման։ Դա մեր քաղաքացիական պարտքն է, որ մենք պետք է անենք, բայց ոչ ավելի։ Հիշեցնելու համար, որ գիտես, դու մեր աչքին սա ես, ու քո արածը հենց դա է, որի հետևանքները մենք քաշում ենք ազգովին։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ մեր դեր երկրի համար այս տղաները պոստ են տանում։ Ես երկը չեմ ուզում գնա։ Այս տղաները կամ դեռ միջ սրանք տժում են, մեր տղաները ստիպված են ոտքով հաղթահարել անհաղթահարելին։ Իսկ իրանք ինչ են տժում, որովհետև այդ տղաները իրաց դիրքում են։ Հասկանում եք, այս կոնտրաստը, սրանք անհամատեղելի նկարներ են, անհամատեղելի իրականություն։ Եթե մարդկա սա իր համար նորմալ է, ուղղակի դուք պատկերացրեք, դուք գործ ունեք, ասենք Հովնան Տերտերյանի որակի մեկի հետ, ինչ ասել, ավելին, ինչ ամենում այդտեղ անել, արտահայտել ձեր խորին մտահոգությունը, ձեր ֆորմատով, ինչպես դուք սովորեք, մեկը ավելի բուրն է, մեկը զուսպ, բայց անպայման արտահայտեք եւ ուղղակի մարդկանց։ Որտեղ սրանք բաներ է, որ չի բացատրվում, սրանք բաներ է, որ դու չես կարող հիմնավորել, թե ինչի sense պետք է անեսել։ Կամ դա քո մոտ որպես մարդ զգացողություն առաջացնում, կամ չի առաջացնում, թե ինչը բացատրես։ Ես ամենից ուզում եզրափակեմ այսօր մամել այսքանը, դա մնացեք։